Հրապարակորաթերթը գրում է նախորդին Երևանի ավելի քան 15 հասցեում իրականացված խուզարկությունները կատարվել են նաև արցախցիների տներում։ Մեր աղբյուրները հայտնում են, որ իշխանությունների թիրախում են հատկապես ակտիվ արցախցիները, որոնք այս շրջանում նախընտրական գործընթացներին են ներգրավված, աշխատում են ընդդիմադիրների շտաբներում։ Արցախցիները կասկած չունեն, որ իբր արցախցիների մասնակցությամբ այդ մասկի շոուն, որը հունից հանել էր Նիկոլ Փաշինյանին, իշխանությունները բեմադրել են նախևառաջ արցախցիների շրջանում ռեյդ իրականացնելու եւ ակտիվ եղանակ փոխող մարդկանց ձերբակալելու նպատակով։ Փաստորաթերթը գրում է. մայիսի 28-ից 29-ին Աստանայում կանցկացվեն 5-րդ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը եւ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։ Օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ մայիսի 29-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Փաստերթի տեղեկություններով այս պահին կա տրամադրվածություն ընդունել որոշում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին, դրանից բխող բոլոր հետևանքներով, մինչև որ Հայաստանի իշխանությունները վերջնականապես պաշտոնական որոշում կայացնեն, շարունակում են եվրոպական ինտեգրումները, թե Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության կենտրոնական ընտրական հանձնաժողովում հրապարակված 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, որտեղ ներկայացված են կուսակցության ֆինանսական մուտքերը եւ ֆինանսական կառուցվածքը։ Հայտարարագրի համաձայն հաշվետու ժամանակաշրջանի վերջում կուսակցության դրամական միջոցները կազմել են 127 միլիոն 898 հազար 665 դրամ։ Փաստաթղթում նշվում է նաեւ, որ կուսակցությունն ունի մասնակցություն Civic News ՍՊԸ-ում 100% բաժնեմասով ներդրման չափը ընդամենը 10,000 դրամ։ Գաղտնիք չէ, որ Civic News-ը հանրային դաշտում լայնորեն ընկալվում է որպես իշխանական տեղեկատվական եւ հաղորդակցական հարթակ ՔՊ-ի խոսափողը, որը տարածում է ՔՊ-ի քաղաքական ուղերձները եւ կառավարության դիրքորոշումները։ Այդ հանգամանքը զուգորդված կուսակցության լրատվամիջոցում լիարժեք բաժնեմաս ունենալու փաստի հետ հանրային դաշտում կրկին առաջացնում է հարցեր քաղաքական հաղորդակցության եւ մեդիայի ազատության առումով։ Եկամուտների իմաստով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է մի քանի աղբյուրներից ֆինանսավորում, այդ թվում պետական ֆինանսավորում ազգային ժողովի աշխատակազմից 234 միլիոն 727 հազար 890 դրամ, ահռելի նվիրատվություններ 481 միլիոն 790 հազար դրամ, անդամավճարներ 129 միլիոն 524 հազար 599 դրամ, ինչպես նաև դատական ծախսերի փոխհատուցումներ իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպությունից 120 հազար դրամ եւ 24 News ՍՊԸ-ից 446 հազար դրամ։ Հրապարակորաթերթը գրում է. Ռուսաստանի իշխանական շրջանակները սկսել են լուրջ վերաբերվել Հայաստանում իրենց դեմ ծավալվող, այսպես կոչված հիբրիդային պատերազմի Ռուսաստանի Դաշնության եւ Պուտինի դեմ շրջանառվող տեղեկություններին, որոնք հիմնականում տարածվում են իշխանական եւ իշխանամերձ շրջանակների կողմից։ Մեր տեղեկություններով հայաստանյան հայտնի սիթքոմերից մեկի իշխանական դերասանի հակապուտինյան հարցազրույցներից ու հայտարարություններից հետո Ռուսաստանում գտել են այս դերասանի բիզնեսմեն ազգականին եւ նախազգուշացրել, որ եթե շարունակվեն այդ հայտարարություններն ու հարցազրույցները, ապա իր գործունեությունը եւ Ռուսաստանի Դաշնությունում կեցությունը կդառնան օրերի հարց։ Հրապարակորաթերթը գրում է. քաղաքացիների հետ շփումներից պարզեցինք, որ հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնները վերջին օրերին իրենց անցկացրած սոցհարցումների ժամանակ պարտադիր ներառում են հետընտրական զարգացումների հարցը եւ ճշտում են, արդյոք մարդիկ կմասնակցեն այդ պրոցեսներին։ Մասնավորապես, եթե ՔՊ-ն վերընտրվի, իսկ ընդդիմությունը փողոցային պայքար սկսի, կմասնակցեք արդյոք դրան, թե համարելու եք, որ ամեն ինչ վերջացած է, թե որ շրջանակներն են փորձում հանրային այդ տրամադրությունները շոշափել, դժվար է ասել, սակայն այս փաստն ինքնին հուշում է, որ հունիսի 7-ով ընտրական գործընթացները չեն ավարտվելու։ Հրապարակորաթերթը գրում է. Ալեն Սիմոնյանը օրերս Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՔՊ-ականների շրջանում տիրող իրարամերժ տրամադրությունները եւ մտահոգությունները, ասել է, որ ՔՊ-ի ներսում մտահոգված են Փաշինյանի չափազանց ուզականությամբ, վտանգավոր հայտարարություններով։ Նրանք բոլորը իհարկե շատ են ցանկանում խորհրդարան անցնել, իշխանություն լինել, սակայն սկսել են կասկածել ու վախենում են, որ իրենց առաջնորդի սխալները կարող են խոչընդոտել դրան, քանի որ քաղաքացիական պայմանագրի դիրքերը նախկինի պես ամուր չեն։